Անուշը այս տարվա Միս Հայաստանն է, Շիրակի մարզից է, մասնագիտությամբ լեզվաբան, գեղեցկուհու թագը նվաճելու համար պայքարել է 17 մասնակցի հետ։ Վիցե Միս Հայաստան տիտղոսն էլ Մարիամ Խաչատրյանինն է, նա Լոռիից է։ Գեղեցկությունը միշտ բարություն է բերում։ Հայի գեղեցկությունը, որ ասում են, այդ իրանց գեղեցկությունով են տարբերվում, իրանց աչքերով։ Նման մրցույթները շատ են պետք մեր երկրին, որպեսզի ավելի ճանաչելի լինի մեր երկիրը, մեր հայ աղջիկները, հայ կանայք, նույնպես ներկայանան միջազգային ասպարեզում եւ ներկայացնեն հայ կնոջ գեղեցիկ, համեստ ու մեծ հոգով կերպարը։ Ավելի քան 400 մասնակցից եզրափակիչ էր հասել 18-ը։ Ժյուրիի կազմում տարբեր ոլորտի մարդիկ են, ինչ չափանիշներով են առաջնորդվել այս տարվա հաղթողին ընտրելիս։ Большинство армянок считаю очень красивыми, потому что Հայուհիների մեծ մասը բավականին գեղեցիկ է։ Շատ եմ ափսոսում, երբ թուխ մեծ աչքերով աղջիկները վիրահատական միջամտությունների են դիմում։ Ես առաջին հերթին ուշադրություն եմ դարձրել բարձրահասակներին, բայց արտաքինից բացի կարևոր են ներքին տվյալները, աչքերի փայլը, հոգեվիճակը, խարիզման ու ներդաշնակությունը։ Եզրափակիչ հասած գեղեցկուհիները ներկայացրել են 3 կերպար՝ տարազով, լողազգեստով ու երեկոյան զգեստով։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։